Երկու հարց կար, նախ տեխնիկական հարց կար, հանձնաժողովում այսօր այս որոշումը չէր անցնելու, երևի անակնկալ էր իրենց համար, որ ձայները բաշխվելու էին հավասար, եւ երկրորդ հանրային ահավոր ճնշում կար։ Այսինքն ուղղակի այն փաստարկները, որ հասարակության տարբեր շրջանակներից բերվում են, դրա դեմ որևէ բան չունեն։ Մարդիկ ասում են ստացվում է, ով փող տա իր այրոնը կարմիր է, իսկ մյուսինը ասենք դեղին։ Այստեղ այնքան փաստեր էինք բերել, ցավում եմ, որ քննարկումը հրապարակային դեռ չի եղել, բայց ազգային ժողովի փորձագիտական գրասենյակը տվել է խիստ բացական կարծիք, հակասահմանադրական է ձևակերպել։ Երեք մարդու իրավունքների պաշտպանը ստիպված հայտարարություն արեց եւ բոլոր Այո, ինչ վերաբերվում է այն օրը կառավարության նիստում Սուրեն Պապիկյանը, որ ասում էր, թե կեղծ գիտնականներ, այստեղ մի հատ փաստ էի բերել, կեղծ գիտնականը ով է։ 18 թվականին իրենց իշխանության առաջի օրերին օրենքը փոխեցին եւ այսօրվա արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այն ժամանակ ընդունվեց ասպիրանտուրա։ 3 տարի իբր ասպիրանտուրայում էր, 3 տարի հետո երբ որ դիսերտացիայի ժամանակն էր ու չէր պաշտպանելու, դիմում գրեց ասպիրանտուրայից դուրս եկա։ Պաշտպանության նախարարին ժամանակ Արշակներ Կարապետյան հարցում եմ, ասում եմ Վահան Կոստանյանն չի զորակոչվել, պատճառաբանում են առողջական խնդիրներով, այսպես են բանակից ազատում այս իշխանության ներկայացուցիչները եւ փորձում են փողատերերին ազատել, որը թույլ չենք տալու։ Շնորհակալ եմ։ Այս իշխանության տրամաբանությունն է այսպեսին, օրինակ փողտուր տուգանվի, հետո կար ժամանակում օրինակ 1 օրում փողտուր վարորդականի քննություն հանձնի, առհասարակ ամեն ինչի հիմքում դնում են փողը։ Այդ հիմա նաև հարգելի Փայլակ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումն է, չէ՞, աղքատությունը մարդկանց ուղիների մեջ է, այսպիսի ծայրեղ լիբերալ իշխանություն, որը ծառայում է միայն բանկային հավաքարքին, որի գերնպատակը փողն է, տուգանքն է, պետական բյուջեում պարտք վերցնելը երբեք չի եղել Հայաստանում։ Իսկ վերադարձի հետ կապված ասում են, շատերը ուզում են վերադառնալ, բայց քանի որ ծառայության հետ խնդիր են ունեցել, չեն կարողանում կամ հակառակը դրա պատճառով։ Նայեք, այսօր հանձնաժողովի նիստում էլ Հայկ Սարգսյանի պատասխանեցի, երբ որ 1 տարի առաջ ինքը բերում էր այդ նախագիծը եւ 15 միլիոն դրամի, ասում եմ, լավ, Սփյուռքում, արտասահմանում, Ռուսաստանում ապրող հայերու միլիարդատեր չեն ու բազմաթիվ արձագանքներ կան մարդկանցից, որ մենք օրվա հաց ենք վաստակում, այսինքն այդ գումարների չափերը, որ դնում են, որևէ ձև պատկերացում չունեն, կամ իրենց թվում է, որ իրենց շրջապատի գնային սանդղակով կարող են մտածել, որ համալիրներում հարսանիք անեն, բան անեն ու Իդեպ խմբակցությունից որևէ մեկը համալիրում հարսանիքին ով էր գրել այդ ապուր Արթուր Խաչատրյանը արձագանքել էր, Արթուրին ես եմ ուղղակի տատ թագավորի հեքիաթները թող իր տատա թե պապատ ինչ է դակրում, թող իր տատուն ու պապուն պատմի, շնորհակալ եմ։ Եվ այնուամենայնիվ, տեսեք, հա, այսպես ասենք, իշխանության մասնավորապես նախագծի հեղինակի հիմնավորումներից մեկը այն է, եթե դա իհարկե հիմնավորում կարելի է համարել, որ ըստ էության ելքեր կան, եղանակներ են փնտրում, փող են տալիս, առանձին գումարից ազատվում են եւ ասում է չակերտավոր օրինականացնենք պետական բյուջե լցնենք, բայց իշխանության գերխնդիրը չպետք է լինի, հա, դա որովհետեւ ըստ էության կոռուպցիոն գործարքի մասին ենք մենք խոսում եւ պետք է ուժային կառույցները մասնավորապես զբաղվեն այդ հարցով, որ օրինակ ամբողջ խնդիրը դա է, այսօր ճանապարհին լսեցի իշխանական պատգամավորներից մեկն էր, ասեց որ կոռուպցիա կա, բայց միանգամից շտապից բայց համակարգային կոռուպցիա չկա։ Այսինքն եթե փողը բանակից ազատում է, նշանակում է կոռուպցիա կա, բա ուր են լոլո կարդում 7 տարի իշխանության են, 7 տարի թող այս ամեն ինչը արմատախիլ անեն, եթե կա։ Այսինքն իշխանության, պետության խնդիրը այդ բացերը լրացնելն է, ոչ թե բացերը օրինականացնելն է։ Այսինքն հակառակ դեպքում եկեք մարդասպանին ասենք 15 միլիոն վճարի կամ 24 միլիոն վճարի մի ամիս նստի։ Կամ գնդակարությունը եթե տալիս են ոտից կրակեն վերջանա։